Գերամ Նազարյան։ Շնորհակալություն։ Այս օրենքը փոփոխություններ ներկայացնելուց բացի այդ երկուսը, որ հիշատակում եք, ինչ-որ այլ դեպքեր կան, որ եկեղեցուն պատկանող հուշարձանները, պատմական հուշարձանները փոխանցված լինեն այլ մարդկանց, թե այդ երկու օրինակն ընդհանրեն։ Պարոն Նազարյան, կան դեպքեր, երբ որ եկեղեցուն պատկանող այլ գույքեր են փոխանցվել, օտարվել այլ մարդկանց։ Սրանց մասին հաստատված առնվազն դեպքեր կան, որոնց մասին էլի ասում եմ, որ չեմ հրապարակային խոսի այս մասին։ Ես ճիշտն ասած, այս տարակուսանքից տարակուսում եմ։ Ինչ խնդիր կա, որ օրենսդիրը որոշում է, որ եկեղեցուն պատկանող հուշարձանները պետք է պատկանեն միայն եկեղեցու։ Այսինքն դրանից, եթե օրինակ նախադեպս չեն եղել, դուք տեսնում եք ինչ ագրեսիվ բան է, փոխադարձ բաներ են առաջանում, էլի այս պահին։ Հիմա ես ինչ իմամ, կարող է, ասում եք Տիկին Գալստյանն եք ասում, մեկ կասի Հաղարծինը Կրասնոդար են տանելու, չէ, Կրասնոդար չեն տանելու, իհարկե Տիկին Գալստյան, բայց ես ինչ իմամ, կարող է վաղը մեկ այլ հոգևոր առաջնորդի, ասենք Կալուգայի Մարզի Նիժնի Տապրի հոգևոր առաջնորդի կապակցությամբ Հաղարծինի ավանդատունը նվիրեն։ Ես ինչ իմանամ, տեսնում եք ինչ են անում, էլի այս մարդիկ, ասենք չի կարելի մի քիչ մեխանիզմներով ինստիտուցիոնալ պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը։ Այն մնացած շենքերը ես գործ չունեմ 800-900-ի չափ շենքեր ունեն, ինչ ուզում են թող անեն։ Արձագանք։ Ասում չէ, պարոն Կոնջարյանը։ Չէ, ես հարցը պարտավոր եմ տալ, որովհետև մենք աշխատում ենք հանրության համար։ Ինձանց բարձր։ Գելի գործընկերներ, հերիք հայելի խանգարեք անընդհատ։ Պարոն Եղոյան, նստեք ձեր տեղը։ Մենք հանրության համար պետք է բարձրաձայնենք, թե ինչ եղավ, որ նման նախաձեռնություն առաջացավ։ Դրա համար եմ հարցը տալիս, պարոն Ռուբինյանն էլ նման հարց տվեց, ես էլ մեկ անգամ եւս տալիս եմ, իհարկե որևէ մեկը որևէ եկեղեցի չի կարող այլ երկիր տեղափոխել, բայց ամեն դեպքում ինձ էլ մտահոգեց այդ հարցը, որովհետև ի վերջո մենք հայտնի ա եղել բազմաթիվ դեպքեր, երբ որ մարդը եկեղեցիա կառուցում, փոխանցում եկեղեցիա կառուցում, փոխանցում եկեղեցուն, բայց որ եկեղեցին կփոխանցի մի քիչ տարօրինակ էր, դրա համար ստիպված տվեցի այդ հարցը։ Պարոն Նազարյան, օրինակ, տեսեք, Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունն է, իրավական բառերով խոսենք։ Կա Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու, Առաքելական ուղղափառ եկեղեցու Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմը։ Դա Ռուսաստանում գրանցված ռուսական կազմակերպություն է, որի անունը հայկական է, որովհետև կապ ունի ներքին ընթացակարգերով, ոչ իրավական առումով, ոչ մի միջպետական համաձայնագիր դրա կապակցությամբ չկա։ Կարա եկեղեցիների նվիրի այս թեմին։ Մանավանդ որ հնչում են, չէ՞, դիմադիր առաջարկները աթոռը տեղափոխել Ռուսաստան։ Կարա ու հետո կդառնա, որ այդ սեփականությունը այլևս Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունը չի։ Իսկ ինչ վերաբերում է նորակառույց եկեղեցիներին, դրանց մի զգալի մասը հուշարձաններ չեն եւ այս կարգավորման տակ չեն ընկնի, դրա համար է ելույթումս ասում, որ արժի նաեւ դիտարկել դրանք բոլոր եկեղեցիները հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։